Գիտես քրիստոնյաների հավատքի եւ հավատամքի հիմնակարը եւ կենթանի վեմը դա հարություն արած Քրիստոս։ Ամեն։ Քրիստոսի հարությունը չի վերջանում շաբաթ երեկոյան սեղանի շուրջ նստելուց հետո։ Քրիստոսի հարությունը չի վերջանում տարին մեկ անգամ Կիրակի օրը նրա մասին հիշելուց հետո։ Քրիստոսի հարությունը չի վերջանում ուղղակի իր շեշտելու, որ հարությունը արած։ Քրիստոսի հարությունը նպաստում է ամեն հավատացողին, ամեն օր կենթանի եւ առողջ հաղորդակցություն ու հանդիպում ունենալու Հիսուս Քրիստոսի հետ։ Քրիստոսի հարությունը նպաստում է, որ նրա հարության զորությունը բնակվի հավատացողի մեջ եւ որ հավատացյալը լինի հաղթանակած ամեն ժամանակներում։ Ամեն։ Գիտես, մենք ինքներս քրիստոնյա ազգ, ժողովուրդ, երկիր, պետություն լինելով հանդերձ շատ հաճախ սահմանափակվում ենք ընդամենը իրար շնորհավորելուց։ Այն էլ շնորհավորում ենք ասելով թե զատիկը շնորհավոր։ Ինչպես որ համբարձման օրը ջանգյուլում ենք շնորհավորում, այնպես էլ հարության օր, բայց գիտես ասելով շատերն ասելով զատիկը շնորհավոր, գաղափար անգամ չունեն, որ այս զատիկը բուն կախված է կենտրոնը Հիսուս Քրիստոսի հարությունն է։ Գիտես այս օրերին որ մարդիկ իրար հանդիպում են, ասում են Քրիստոս հարյավ իմերելոց, ամեն։ Եվ Երևանում երիտասարդները եկեղեցուց դուրս գալուց նստում են տաքսի, որ տեղից տեղ տեղափոխվեն, դե նստելուց վարորդին միշտ նստողները ասում են այն փողոցը, այն վայրը, որտեղ ուզում են հասնեն, բայց այս անգամ երիտասարդները որ նստում են, վարորդին ասում են Քրիստոս հարյավ իմերելոց։ Այս վարորդն ասում է կներեք, ես տեղը չգիտեմ, հատ տեսնեմ օֆիսում որտեղ են ասում, որտեղ գնամ։ Եվ դա կատարվում է քրիստոնյա աշխարհքում, քրիստոնյա երկրում, որ մենք մեզանով ավելի շատ բարձրանում ենք, թե քրիստոնյա ենք, բայց ցավոք սրտի բուն կարևորությունը նպատակը չեն գիտակցում եւ չեն ընկալում։ Որպեսզի ավելի պարզ եւ ավելի մատչելի լինի այն ընկալումը, որ իրոք Հիսուսը հարություն է արել, մենք պիտի մեր հավատքը կենտրոնացնենք ավետարանի խոսքի վրա, ամեն։ Մենք չի պիտի լսենք ինչ որ մեկից, ինչ որ շնորհավորանքներ, դա կարևոր է, բայց մեր հավատքի հիմքը պիտի հանդիսանա ճշմարիտ, կենթանի, փառավոր ավետարանը, որը Աստծո աներևույթ պատկերն է մեր կյանքում, ամեն։ Եկեք դիմենք ավետարանին եւ ինքը ավետարանը Մատթեոս ավետարանում 28 գլուխ 1-ից 6 համարներում շեշտադրվում է, որ Մարիամ Մագդաղենացին գիտենք իրան եւ ուրիշ Մարիամների հետ, ուրիշ կանանց հետ գնում էին միաշաբթի օրը առավոտ կանուխ գնում էին գերեզմանը տեսնելու, Հիսուսին տեսնելու, բայց գիտես հրաշագործ զորությունն Աստծո մի հզոր բան կատարվեց, ասում է, որ մի մեծ երկրաշարժ եղավ այդ ժամանակ եւ հրեշտակը երկնքից հայտնվեց, գերեզմանի քարը գլորվեց։ Գերեզմանի քարը գլորվեց եւ գրված է, որ հրեշտակը նստեց այդ քարի վրա եւ գերեզմանի պահապան զինվորները, որը կնքել էին այդ քարը, որ հսկում էին, ասում են նրանք մեռածի պես վայր ընկան։ Բայց հրեշտակը շրջվեց կանանց եւ ասեց, բայց դուք մի վախեցեք, որովհետեւ գիտեմ ինչի համար եք այստեղ, գիտեմ ում եք փնտրում, բայց նա այստեղ չի, նա հարություն է արել։ Երկինքը լավագույն լուրը բերեց Քրիստոսի հարության մասին։ Երկնքից այդ հայտնությունը եկավ, Հիսուսը հարություն է արել։ Եվ այս փաստով տեսնում ենք, որ կրոնական աշխարհը, փարիսեցիները, սադուկեցիները եւ ամեն թշնամիները կարծես ուր որը էր ուզում էին տոնեին իրանց հաղթությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ, բայց մենք տեսնում ենք, որ Քրիստոսի հարության զորությունով խափանվեց թշնամու ամեն խորհուրդները, ծրագրերն ու նպատակները։ Անգամ կնքել էին, որ քարը չշարժվի, անգամ հսկիչներ կային, բայց այդ ամենը խափանվեց երկնքից եկած հրեշտակի զորությունով, Աստծո փառքի զորությունով։ Ուզում եմ իմանաս,
որ եթե կա բաներ, որ ինչ որ մեկը քո կյանքում կնքել է, ինչ որ մեկը քո կյանքում հաստատել եւ վերահսկում է, որ դա անփոփոխ մնա եւ դա բացասական բան է, Աստված իր գերբնական զորությունով գալիս է քո կյանքում եւ խափանում է սատանայի ամեն կնիքները, քանդում է նրա ամեն կապանքները եւ հայտարարում է քո կյանքի մեջ, որ դու պատկանում ես հարության Քրիստոսին։ Ամեն, հավատում ես դրան։ Դա իրականում մեծագույն օրհնություն է յուրաքանչյուր հավատացողի համար։ Մահվան խայթոցը, գերեզմանի կապանքները, թշնամու ողջ ներգործությունը, հոգեղեն աշխարհի ամեն զորություններն ու իշխանությունները պարտություն կրեցին, խայտարակ պարտություն կրեցին Հիսուս Քրիստոսի հարության զորությունով։ Դա նշանակում է, որ եթե իմ ու քո կյանքում ինչ որ մի տեղ կա, որ սատանան դեր կարողանում է կարճել, որ սատանան դեր կարողանում է իր կամքն ու ծրագրերն իրագործել, խափանված է Հիսուսի անունով մեկ ընդմիշտ։ Դու պիտի գիտակցես, որ Քրիստոսի հարության զորության շնորհիվ խավարը այլևս իշխանություն չունի քո կյանքում, քո ընտանիքում, քո երկրում անգամ գործելու, բայց դու ես, որ պիտի այս ամենը հաստատում պահես քո հավատքի եւ հավատամքի մեջ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։ Պիտի գիտակցենք, որ Ղազարոսի հարությունը որևիցե մի ընդհանուր կապ չուներ Քրիստոսի հարության զորության հետ։ Որովհետև Ղազարոսը, որ հարություն առավ, ինքը հարություն առավ նույն մահկանացու մարմնով եւ շարունակում էր ապրել այս մահկանացու մարմնով եւ ինքը ֆիզիկական մարմնի մեջ լինելով հանդերձ դարձյալ պիտի մեռներ։ Բայց երբ որ Քրիստոսը հարություն առավ, նա հարություն առավ անմահության մարմնով եւ նա հավիտյանս հավիտենից կենթանի է, նա է կյանքի աղբյուրը յուրաքանչյուրիս համար։ Ամեն։ Հալելույա։ Ղազարոսի հարությունով Հիսուս Քրիստոսը հայտնի արեց, որ ինքն է տիրում մահվան կապանքների վրա, գերեզմանի ուրեմն ամեն զորությունների վրա եւ սրանով ցույց տվեց, որ ինքը տիրում է թշնամու ողջ զորությունների եւ ներգործությունների վրա եւ այդ հարությունը Ղազարոսի դա էր հաստատում։ Բայց մենք գիտենք, որ հենց այդ նույն գլխում, այսինքն Հովհաննես 11:25-ում ինքը Հիսուս Քրիստոսը մի անզուգական հայտարարություն արեց, որ երկրագնդի վրա որևիցե մի չաստվածներ չկարողացան այս հայտարարությունը անել։ Եվ Հիսուսն ասեց. «Ես եմ հարությունը եւ կյանքը»։ Գիտես, նա ոչ միայն հարություն առավ, այլ հենց ինքն է հարությունը եւ կյանքը։ Նա է հավիտենական կյանքը, նա է հավիտենականության հայրը եւ հզոր Աստվածը։ Մեր Աստվածը ոչ թե ուղղակի անզոր էր եւ իրան խաչին գամեցին, այլ Քրիստոսը Աստծո կամքն ամբողջությամբ իրականացնելու համար սերը դրթեց նրան խաչին գամվելու։ Իմ ու քո կյանքում եղող մեղքը որևիցե մեկը չէր կարող ջնջել եւ հերկել, բայց Քրիստոսը, որ շատ սիրեց մեր նմաններին, նա հանձ դառավ խաչի մահը, որպեսզի մեր վրայից խափանի անեծքն ու մեղքի ամեն կապանքները։ Դրա համար պետք չի իրեն տարին մեկ հիշել, այլ պետք է որ նրա հետ ամեն ժամանակ վայելել, ճաշակել այս ամենը։ Օրհնյալ է մեր Աստված, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն Կողոսացիների երկրորդ գլուխ 13-ից 15 համարներում Ավետարանը փաստացի ասում է մեզ, որ Աստված Քրիստոսի հետ մեզ էլ կենթանացրեց, մեզ էլ հարություն շնորհեց եւ կենթանացրեց, որովհետև մի ժամանակ մենք ամենքս էլ մեռած էինք մեր հանցանքների պատճառով, բոլորս էինք մեռած մեր հանցանքների պատճառով, բայց Աստված Քրիստոսով ներեց մեր բոլոր հանցանքները։ Հետևում եք խոսքին, դա փաստացի կատարված բան է։ Ահա թե ինչու Սատանան եւ հոգեղեն աշխարհը միշտ ուզում է, որ հավատացյալի մտքիցը հանի հարության Քրիստոսին, որ հավատացյալը ուղղակի հավատում Աստծուն, մի օր կարժանանա Աստծո դատին եւ այնտեղ կտեսնենք, թե Աստված ինչ կորոշի։ Սա հուսահատ հավատացյալի կարգավիճակը, սա պարտված հավատացյալի կարգավիճակը, բայց իրականում Ավետարանը փաստացի ներկայացնում է, որ Աստված Քրիստոսի հետ մեզ էլ հարություն շնորհեց, կենթանացրեց մեզ, քանի որ մենք ամենքս մեռած էինք մեր մեղքերի ու հանցանքների պատճառով, բայց Աստված Քրիստոսով ներեց մեր բոլոր հանցանքները եւ իր անսահման իշխանությամբ ու զորությամբ ջնջեց մեր անօրինության պատճառով մեր դեմ արձանագրված մահվան դատավճիռը։ Բոլորս դատապարտված էինք մահվան, երկրագնդի վրա ամեն արարած փոքրից մեծ դատապարտված էր մահվան, բայց տեսնում ենք, որ Քրիստոսի խաչով այս ամենը ջնջվեց, հերկվեց եւ ասում այս ամենը խաչապայտի վրա
գամեց Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ հետո տեսնում ենք, կարդում ենք, որ խաչապայտի միջոցով, այդ կատարված զորության ներգործության միջոցով Աստված Քրիստոսի միջոցով հայտարարակ կերպով պարտության մատնեց ոգեղեն աշխարհի ամեն իշխանություններին, տերություններին ու զորություններին։ Հասկանում ես, այն ներգործությունը, որ սատանայից կա դեռ հավատացյալի կյանքում, դա խաբկանք է, դա իրական չի։ Դա այն պահն է, որ հավատացյալը դուռը բաց է դրա համար եւ այդ ներգործությունը շարունակում է, բայց այնինչ Աստվածաշունչը փաստում է, որ Հիսուս Քրիստոսով խափանված է թշնամու ամբողջ զորությունն ու ներգործությունը։ Նա կիսատ բան չի թողել, որ այսօր հավատացյալը վերջացնի։ Խաչի վրա նա աղաղակեց, ամեն բան կատարված է։ Եվ այս ամենը կատարվեց գրված է Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ Դրա համար երբ որ ասում ես Հիսուսը հարություն է արել, դա ընդհանրապես արտահայտություն չի, դա ընդհանրապես տոնակատարություն չի, դա իրական կյանք է, փաստացի իրավիճակ, որ ես ու դու վայելում ենք նրա հարության զորությունը եւ նրա հարության շնորհիվ կատարված ազատագրությունն ու բժշկությունը ամեն հավատացողի կյանքի մեջ։ Քրիստոսն է մեր կենթանի վեմը եւ պատվական վեմը, նա է մեր փրկության վեմը եւ կյանքի աղբյուրը։ Եվ մենք կարդում ենք Եփեսացիների 1:7-ում, որ Քրիստոսով մեզ շնորհվեց կյանքն ու փրկությունը, նրանով մեզ թողություն շնորհվեց եւ հենց Քրիստոսովն է, որ մեզ շնորհվում է աստվածային գերբնական զորությունով, նրա գերազանց շնորհքի մեծությունը մեզ շնորհվում է հարության Քրիստոսով։ Ամեն։ Ուրախ ես դրա համար։ Ամեն։ Քանի որ իմանալով, որ Քրիստոսը հարություն է արել, մենք պիտի իմանանք, որ նրա հարության շնորհիվ ինչ ենք մենք ձեռք բերել որպես հավատացյալներ։ Եվ եթե մենք չգիտենք ձեռք բերումը, կարծես թե նրա հարության, այսպես ասած, դուրը մեր համար կլինի ոգեշնչող, կլինի տոնակատարություն, բայց դրանից հետո մենք շարունակենք ապրել նույն գերության, կապանքների ու տանջանքների մեջ, բայց քանի որ գիտակցում ենք, որովհետև հավատքը դա ոչ թե ուղղակի զգացողություն է, այլ կյանք, ամեն, քանի որ գիտակցում ենք, որ Քրիստոսի հարության զորությունով մենք բժշկված ենք եւ ազատագրված, մենք վայելում ենք նրա հարության զորությունը յուրաքանչյուրս մեր կյանքում Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծո որդին եկավ եւ մեզ միտք տվեց, մեզ նոր ընկալում բերեց, որ ասում է ճշմարտությունը ճանաչենք եւ խոսքն ասում է, որ մենք հենց այդ ճշմարտության մեջ ենք։ Այսինքն թե Հիսուս Քրիստոսի նա է կենթանի Աստվածը, ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը, եւ մենք նրա մեջ ենք, բայց ինչպես ենք հայտնվում նրա մեջ, եթե ոչ Քրիստոսի բերած միտքն ունենալով, Քրիստոսի բերած ընկալումը ունենալով մեր կյանքում, համաձայն ես։ Ուրեմն Ավետարանի խոսքին հավատալու համար, Ավետարանի խոսքի օրհնությունները վերապրելու համար շատ կարևոր է ընդունենք Քրիստոսով եղող ընկալումը, Քրիստոսի բերած նոր միտքը մեր կյանքում։ Ամեն։ Որովհետև մարդկային միտքն ու հասկացողությունը իզորու չի ամբողջությամբ ընկալելու եւ վերապրելու Աստծո գործը խաչի վրա կատարված։ Առաջի Կորինթացիների 15:21-22-ում ասվում է, որ ինչպես մեկ մարդու միջոցով մահը սկիզբ առավ, այնպես էլ մեկ մարդու միջոցով սկիզբ է առնում մեռելների հարությունը։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը հարություն են առնում եւ նոր կյանք սկսում Հիսուսի զորավոր անունով։ Այստեղ տանում է բացահայտ ներկայությանը, որ այո, Ադամի պատճառով ամենը մեղանչեցին եւ մեղքը տիրեց աշխարհի վրա, ամեն, բայց նաեւ շեշտում է, ասում է, այդպես էլ Քրիստոսի միջոցով ամենքս կենթանանում ենք, որովհետեւ կյանքն է գալի մեր կյանքում հենց Հիսուս Քրիստոսի հարության Քրիստոսի զորության շնորհիվ։ Ուզում եմ ուշադիր լսես։ Առաջի Կորինթացիների առաջի գլուխ 17-18 համարը։ Սա Ավետարանի ճշմարիտ կատարյալ եւ իմ տեսանկյունից իմ համար լավագույն խոսքն է։ Եկեք կարդանք։ Այստեղ գրված է. Պողոս առաքյալն է ասում, բայց սա պիտի վերագրես, որ նաեւ քո համար է կատարված։ Պողոս առաքյալն ասում է, որ Քրիստոսը ինձ հանձնարարեց Ավետարանը քարոզելու։ Քանիսներից ենք համաձայն, որ Քրիստոսը մեզ հանձնարարել է Ավետարանը քարոզելու։ Ամեն։ Տեսնում ենք այստեղ, որ պարզ շեշտադրված է Քրիստոսը ինձ, դա անհատական է։ Այո, մենք ասում ենք Աստված մեր Աստվածն է, մերով ենք դիմում, բայց գալիս է պահը, որ
մենք արդեն դադարում եւ դառնում անձնական, անհատական հաղորդակցություն։ Երբ որ դու խորի հետ երգում ես, լավ ես երգում, բայց երբ որ դու անհատական ես երգում, տեսնում ես, որ լավա որ խորի հետ երգես։ Այնպես էլ հավատքը, երբ որ եկեղեցում ենք, մեր հավատքները հալելույա, բայց գնում ենք տուն, ասում ենք, հա ճիշտ է, որ կլինի, որ թե չեմ։ Երբ որ մենականում ենք, բայց այստեղ գրված է, առաքյալն ասում է, որ Քրիստոսը ինձ հանձնարարեց ավետարանը քարոզելու, լսեք, ասում է եւ քարոզելու ոչ թե մարդկային իմաստությամբ, քարոզելու ոչ թե մարդկային ճարտարախոսությամբ, այլ քարոզելու այնպես, որ Քրիստոսի խաչի քարոզության խոսքը չկորցնի իր արժեքն ու զորությունը։ Այո, մենք ընդունում ենք, որ մենք կոչված ենք քարոզելու։ Մենք ընդունում ենք, որ մենք հանձնարարված ենք, մեզ հանձնարարված է ավետարանը քարոզելու, բայց հարց, արդյոք մեր քարոզության միջոցով Քրիստոսի խաչի գործը չի արժեքազրկվում։ Արդյոք մեր քարոզության միջոցով նրա խաչի գործունեությունը չի թուլանում։ Թե մենք քարոզում ենք այնպես, ինչպես որ ավետարանը ներկայացնում է, ոնց պիտի քարոզենք։ Հարց տուր ինքդ քեզ։ Իմի տեսնում ենք 18 համարում արդեն ասում է. քարոզեմ այնպես, որ Քրիստոսի խաչի խոսքը չկորցնի իր ազորությունը։ Ինչի գրված է, որովհետև խաչի քարոզության խոսքը կորսված Կորսյան ճանապարհի մեջ եղողների համար հիմարություն եւ դատարկախոսություն է, դատարկաբանություն է, բայց մեզ ասում է փրկվածներիս համար այդ խաչի քարոզությունը Աստծո զորությունն է փրկելու համար, Աստծո զորությունն է փրկելու համար։ Ես ու դու պիտի գիտակցենք, որ մենք ավետարանը ճիշտ պիտի ներկայացնենք։ Ավետարանին ներկայացնելով կախված է մենք որակավորում ենք Քրիստոսի խաչի զորությունը, թե արժեքազրկում ենք այն։ Եթե մենք շեշտադրում ենք, որ մինչև դու այս կետը չկատարես, Աստված այս կետը չի կատարին, դա արդեն իսկ մենք որակավորումից զրկում ենք Աստծո խոսքը, որովհետև գիտենք, հիմի կկարդանք, որ Աստված մեզ սիրեց անգամ այն ժամանակ, երբ որ դեռ մենք մեղավոր էինք։ Լսեք, իրականում կրոնը միշտ էլ պահանջում է մարդուց, բայց Աստծո ավետարանը միշտ մատուցում է մարդուն Հիսուս Քրիստոսի հարության զորության շնորհիվ։ Ամեն։ Ուրեմն տեսնում ենք, որ ինչքան կարևոր է, որ ես ու դու ճիշտ ավետարանը քարոզենք եւ ավետարանի բուն կետը կենտրոնացումը դա պիտի լինի հարության Քրիստոսը, իր ամբողջական զորությունով, նրանով եղող աստվածային շնորհքի գերազանց մեծությունը, ամեն։ Գործք առաքելոց գրքում 17-րդ գլուխ 3-րդ համարից այսպես ասում, որ Պողոս առաքյալը բացում էր սուրբ գրքերը եւ սուրբ գրքերով փաստում էր, ժամանակ որ գրված է, որ Պողոս առաքյալը բացում էր սուրբ գրքերը, նոր կտակարանը դեռ գրված չէր, ի նկատի ունի, որ 5 կտակարանից, որոնք սուրբ գրքերն են, եւ իհարկե հիմա արդեն նոր կտակարանն են սուրբ գիրքը, դուք մի մտածեք, որ ես նոր կտակարան չեմ համարում սուրբ գիրքը, դες հասկանում եք։ Ասածս է սա, որ երբ որ Պողոս առաքյալը տվյալ ժամանակաշրջանում բացում էր սուրբ գրքերը, նոր կտակարանի գրքերը դեռ համատեղված չէին 5 կտակարանին, հասկանում եք, դեռ գրված էլ չէր նոր կտակարանի շատ ու շատ գրքեր։ Եվ ասում է, որ Պողոս առաքյալը սուրբ գրքերով հաստատում էր, որ Քրիստոսը պիտի չարչարվեր եւ պիտի հարություն առներ մեռելներից գրված խոսքի համաձայն, եւ ինքը Պողոս առաքյալը ասում էր, որ այն Հիսուսը, որին ես քարոզում եմ, դա է Քրիստոսը, Մեսիան, Փրկիչը, Աստծուց ուղարկվածը։ Ամեն։ Մենք այդ Հիսուսին ենք քարոզում, ուղարկված Փրկչին, Մեսիային, որ բերել է կյանքն ու փրկությունը, որ եկել է աստվածային ամբողջական կամքը իրականացնելու, որը որևիցե նախապայման չունի մարդկային գործոնից, այլ նրա նախապայմանությունը կատարված է Աստծո խոսքի հնազանդությունից։ Եվ երբ որ Հիսուսը մուտք գործեց աշխարհ, ասեց. «Ահա գալիս եմ ով Աստված, գալիս եմ քո կամքը կատարելու, հինը հերկելու, նորը հաստատելու»։ Ամեն։ Հալելույա մեր Աստծո։ 17 գլխում են գործք առաքելոց գրքի եւ 18 համարում տեսնում ենք, որ շատ փիլիսոփաներ կային, ոմանք հակառակվում էին Պողոս առաքյալին, իրանց փիլիսոփայական կարգավիճակով, գաղափարախոսությունով հակառակվում էին Պողոս առաքյալին եւ նրան համարում էին դատարկախոս։ Պողոս առաքյալը քարոզում էր Քրիստոսին հարության զորությունը, փիլիսոփաները այսօր են, նույն փիլիսոփաները նույն հոգեբանությամբ հակառակվում են ճշմարիտ ավետարանին
եւ իրանք կենտրոնացված են լուրջ գաղափարախոսությունների վրա, ինչպես հենց այն ժամանակ է։ Եվ ասում է փիլիսոփաները հակառակվում էին Պողոս Առաքյալին եւ համարում էին, որ դա դատարկախոս է, ոմանք էլ համարում էին, որ դա օտար աստվածների քարոզիչն է։ Ինչի համար էին այդպես համարում, գրված է, որովհետեւ նա քարոզում էր Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Պողոս Առաքյալը քարոզում էր Հիսուս Քրիստոսի հարության մասին, փիլիսոփաների համար դա դատարկախոսություն էր, դատարկաբանություն, ոմանց համար էլ դա օտար աստվածների քարոզչություն էր։ Այսօր էլ շատ-շատերը, երբ որ լսում են քրիստոնեության մասին, դե լավ է, քրիստոնեությունը ուրեմն դաստիարակում, խրատում, բարեպաշտադարձում մարդուն, նորմալ է, բայց ոչ ամբողջական։ Քրիստոնեությունը, այո, այս ամեն իր մեջ պարունակում է, բայց իր մեջ ունի շատ ավելի գերբնական զորություն, որովհետև ներկայացնում է Աստծո փրկարար զորությունը ամբողջ մարդկության համար։ Եվ հենց խոսքը գնում է հարության Քրիստոսի մասին, մարդիկ ձեռքները թափահարում են ու ասում են՝ դու էլ անցար այդ դատարկաբանությանը, բայց Աստված ասում է՝ ես հենց այդ դատարկաբանությունով փրկում եմ ողջ մարդկությանը Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Եվ ասում է ինքը քարոզում էր հարության Քրիստոսին։ Հարց տուր ինքդ քեզ, քաղցր ջան, ում ես դու քարոզում, ինքդ քեզ, քո մարդկային կրոնական գաղափարախոսություններն ես քարոզում, քո մարդկային ներքին համոզմունքներն ես պատատում մարդկանց, թե քարոզում ես հարության Քրիստոսին։ Գրված է, որ Պողոս Առաքյալը քարոզում էր հարության Քրիստոսին։ Իրականում այսօր կան շատ ինքնահնար կրոններ, շատ ինքնահնար հոնարներ, որոնք իրենց մարդկային բնութագրով կարծես թե ձեռք են բերել ճանաչողություն, հարգանք եւ քրիստոնեական աշխարհի մասին է խոսքը, բայց նրանց ամեն մի պահանջարկները մարդկային ավանդույթներ են, մարդկային սովորություններ ու վարդապետություններ։ Կողոսացների երկրորդ գլխում 23 համարում ասում է, որը որևիցե ընդհանուր կապ չունի հարության Քրիստոսի հետ։ Ուշադիր ես, Քրիստոս հարյա վիմերելոց։ Ալելույա։ Ալելույա մեր Աստծուն։ Գաղատացիների երրորդ գլուխ առաջի համարի մեջ մեջ Պողոս Առաքյալը Գաղատացիներին ասում է, Պողոս Առաքյալը կարա այս իմի այս խոսքը ուղի էջմասնեցիներին, Հայաստանում եղող բոլոր եկեղեցիներին եւ ինքն ասում է, չէ որ ես ձեր աչքի առաջին պատկերավոր կերպով նկարագրեցի խաչյալ եւ հարության Քրիստոսին։ Ամեն։ Եվ ուշադրություն դարձեք, ինքն ասում է պատկերավոր կերպով նկարագրեցի, չի ասում որ աբստրակտ նկարագրեցի։ Աբստրակտ նկարն է, որ դու տեսնում ես խժդուժա, ու դու ինչ ուզում ես պատկերացնու նորմալ է։ Ով ինչ ուզում է տեսնում է այդ աբստրակտ նկարի մեջ։ Բայց Առաքյալն ասում է, որ ես ձեր աչքի առաջին պատկերավոր կերպով ներկայացրեցի, նկարագրեցի Հիսուս Քրիստոսին։ Ես ասում եմ, զարմանում եմ, որ այդքան շուտ մերժեցիք ու հրաժարվեցիք այն Քրիստոսից, որ ձեզ կյանք է պարգևում։ Ուշադիր եք, Քրիստոսն է, որ մեզ կյանք է պարգևում, եւ արդեն դա պատկերավոր կերպով նկարագրված է ավետարանի մեջ, մենք կարիք չունենք ինքնանար կրոն հնարելու, կարիք չունենք ինքներս նոր ավետարան գրելու, մենք ուղղակի կարիք ունենք ավետարանի խոսքին ճշմարտապես հնազանդվելու եւ հենց ավետարանի միջոցով ճանաչելու հարության Քրիստոսին։ Ամեն։ Ամեն։ Տեսնում ենք, որ Քրիստոսը իր անձը զոհաբերեց, որպեսզի մեր մեղքերը ջնջվի։ Եվ դա արվեց, եւ Հռոմեացիների 5:25-ում գրված է, որ նա մեռավ մեր մեղքերի պատճառով եւ հարություն առավ, որ մեզ արդարացնի։ Քանիսս գիտենք, որ Հիսուսը հարություն է արել։ Եվ հենց այս խոսքի վրա կարող ես նայել քո շուրջը ու տեսնես Քրիստոսի հարության շնորհիվ արդարացվածներին։ Եվ եթե դու նայում ես Քրիստոսի հարության շնորհիվ եղող արդարացվածներին, այլևս մի փորձի նրան մեղադրես, մի փորձի նրան դատապարտես, ով ես դու, ով մարդ, որ մեղադրում ես Աստծո կողմից արդարացվածին։ Ամեն ասում ես սրա։ Հալելույա։ Հալելույա։ Եփեսացիներ երկրորդ գլխում ենք, եւ 4-7 համարներում այնտեղ գրված է այսպես, տեսեք։
Աստված իր անհուն ողորմությամբ եւ անմար սիրով ինչ արեց, հետևում եք խոսքին, բացել եք ավետարանը։ Ասում է, սիրեց մեզ, երբ որ մենք կատարյալ դարձանք Աստծո առաջ, ոչ, գրված է սիրեց մեզ, երբ որ մենք դեռ մեռած էինք մեր հանցանքների պատճառով։ Այդ ժամանակվանից սիրեց մեզ։ Եվ գրված է, նա ոչ միայն սիրեց մեզ, այլ նաև կենդանացրեց մեզ, սալիմատը։ Նա սիրեց մեզ եւ կենդանացրեց մեզ Հիսուս Քրիստոսի հետ ի նկատի ունի նրա հարության շնորհիվ։ Եվ իր շնորհքի լիությունով փրկեց մեզ երրորդն, փրկեց մեզ Հիսուս Քրիստոսի հետ։ Երբ որ հարություն տվեց Քրիստոսին, մեզ սիրեց, մեզ կենդանացրեց, մեզ փրկեց։ Ամեն։ Նա շուրջը նայում ես Քրիստոսով սիրվածներին, նայում ես Քրիստոսով կենդանացվածներին, նայում ես Քրիստոսով փրկվածներին։ Ամեն։ Այնպես որ մի մտածի, որ դու փրկված ես եւ նա նրան ում նայում ես փրկված չի դեռ։ Նա էլ Քրիստոսով սիրված է, ամեն։ Կենդանացված է եւ ուրեմն փրկագնված է։ Եվ հետո ասում է, որ մեզ հարություն տվեց նրա հետ, Հիսուսի հետ հարություն տվեց։ Հասկանում ես, որ Հիսուսը ամեն մեկից վերածնունդի ժամանակ չէր խաչվելու հարությունը, մեկ անգամ եւ մեկ ընդմիշտ։ Բայց երբ որ մենք ընդունում ենք կատարված փաստը, այդ կատարված փաստը իրական է դառնում մեր մեջ եւ կյանքի է կոչվում։ Ուրեմն Քրիստոսի հետ մեզ էլ հարություն տվեց եւ հիմի երկնքներում նստեցրեց Քրիստոսի մեջ մեզ դնելով։ Ահա թե եկեղեցին, Քրիստոսի ընտրյալ եկեղեցին ինչ կարգավիճակ ունի Աստծո աչքին։ Արդյոք այսօր այն եկեղեցին, որտեղ դու գնում ես, այն եկեղեցին, որտեղ դու ծառայում ես, արդյոք այսօր քո աչքին ճիշտ այնպիսին է եկեղեցին, ինչպես Աստծո աչքին։ Որովհետև տեսանք, որ Աստծո տեսանկյունից եկեղեցին այս կարգավիճակն ունի։ Նստեցրեց երկնքներում, ասում է, որպեսզի նա Աստված նոր եկող դարերում հավիտյան հայտնի անի, ամենքին հայտնի անի իր շնորհքի գերազանց մեծությունը եւ Քրիստոսով մեզ ցուցաբերած իր քաղցրությունը։ Ուզում եմ իմանաս հարազատս, Քրիստոսի հարության շնորհիվ է, որ Աստված իր քաղցրությունը հայտնեց մեզ, իր բարեհաճությունը հայտնեց մեզ։ Մինչ Քրիստոսի հարությունը Աստված չէր կարողանում իր բարեհաճությունը հայտնել մարդկանց, որովհետև ամենքը գտնվում էին մեղքի տիրապետության ներքո, մահվան իշխանության ներքո, Ադամի պատճառով, բայց երկրորդ Ադամի, այսինքն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհիվ բոլորս արդարացանք իր հարության զորության շնորհիվ։ Ամեն։ Ու հիմի մենք տեսնում ենք, որ ավետարանը փաստում է, որ մենք դրան հավատանք, որ Աստված մեր հանդեպ այսուհետև ընդունելով Քրիստոսի հարությունը մեր կյանքում, մենք ընդունում ենք նաև Աստծո բարեհաճությունը։ Չի կարա որևիցե մեկը ընդունի Աստծո բարեհաճությունը առանց Քրիստոսին ընդունելու իր կյանքում։ Ամեն։ Ֆիլիպեցիների գիրքը հասանք, առաջի գլուխ 27 համարում, Պողոս առաքյալը գրում է Քրիստոսի եկեղեցուն, քաջալերում եւ կոչ է անում, որ Քրիստոսի եկեղեցին Քրիստոսի ավետարանի հիման վրա ապրի։ Եվ ասում է, որ գրում եմ ձեզ, որպեսզի դուք Քրիստոսի ավետարանին վայել կերպով ապրեք։ Որ թե գամ ձեզ տեսնեմ եւ թե հերվից լսեմ, որ դուք հաստատուն եք կանգնած ավետարանի ճշմարիտ ու ողջամիտ խոսքի մեջ։ Ահա առաքյալի սրտի փափակը, ահա Սուրբ Հոգու փափակը, որ առաքյալին դրդեց այս խոսքերը գրելու։ Գրում է այսպես, որ Քրիստոսի ավետարանի վայել կերպով ապրեք։ Մտածի ինքդ քո մեջ քաղցր ջան, մեկը ոչ մեկ չի կարա քո միտքը, այսպես ասած, կարդա։ Դու ոչ մեկ չի տեսնում, չի զգում, չգիտի քո միտքը, բայց Տերը գիտի։ Անկեղծ ասած, ես կարիք ունեմ, որ ավետարանի վայել կերպով ապրեմ։ Սիրտս, կյանքս, միտքս նորոգեմ եւ դա լինի ավետարանին վայել կերպով։ Որպեսզի ավետարանին վայել կերպով ապրենք, մեր մտածելակերպը պիտի փոխենք։ Սկզբունքները պիտի փոխենք, համոզմունքները, ամեն ինչ սկսվում է այդտեղից։ Ուրեմն եկեք, որ ամեն ինչ մեր ներսում կենտրոնացնենք ավետարանի, Քրիստոսի բերած ավետարանի վրա։ Որ առաքյալը ասում է, եւ թե գամ ու տեսնեմ, եւ թե հերվից լսեմ, որ դուք հաստատուն կանգնած եք այդ ճշմարիտ ավետարանի ողջամիտ խոսքի մեջ։ Եվ ասում է, որ որպես
մեկ շունչ եւ մեկ հոգին միասնաբար պատերազմակից եք ավետարանի առողջ ու ճշմարիտ հավատքը պահելու համար։ Մենք պիտի, այո, մեր հոգևոր կյանքը պատերազմական ընթացք է, մենք պիտի պատերազմենք սխալ, կիսաճշմարիտ, կրոնական, անաստվածային վարդապետության ու ուսմունքի դեմ, եւ այդ վարդապետությունն ու ուսմունքը չի գալի օտար աստվածներից, գալիս է Քրիստոսի եկեղեցում քարոզած խոսքերից, որովհետև առաքյալն էլ պարզ ասում է, որ մեր կենտրոնացումը պիտի լինի հարության Քրիստոսը։ Ամեն։ Ուրեմն, ապրենք այդպես եւ պատերազմենք, որպեսզի ավետարանի ճշմարիտ խոսքի մեջ հաստատուն մնանք։ Այսինքն, եթե միտքը գալիս է քեզ, որ գիտես դու սենց պիտի անես, մի հատ եկած միտքը կամ լսած խոսքը բեր համատեղի Քրիստոսի ճշմարիտ խոսքին, համատեղի Քրիստոսի ճշմարիտ խոսքին, եւ տես, եթե չի համապատասխանում, եթե այդ խոսքը, որ դու լսեցիր, արժեքազրկում է Քրիստոսի խաչը, դա չի կարող Աստծուց լինի։ Ուշադիր լսի, կապ չունի ով ու ինչ է քարոզում։ Եթե տվյալ քարոզչի խոսքը չի արժեքավորում խաչը եւ չի լրացնում, ամբողջացնում Քրիստոսի գործը խաչի վրա, դա չի կարող Աստծուց լինի։ Եթե քարոզիչը ինչ որ միտեղ, ինչ որ մի կերպով ներբեռնում է իր մտածելակերպը, հասկացողությունը, գաղափարախոսությունը եւ կարծում է, որ դա արվի ավելի լավ կլինի ու ավելի ընդունված կլինի Քրիստոսի մոտ, մոռացի այդ բանը, որովհետեւ Աստծու գնալու միակ ճանապարհը Հիսուսն ասեց. Ես եմ, որ եմ։ Ամեն։ Հալելույա։ Տիտոս գրքում ենք 1:9. Ավետարանը մեզ կոչ է անում վերադառնալու։ Եթե կոչ է անում վերադառնալու, նշանակում է մենք արդեն ինչ որտեղ շեղվել ենք։ Ավետարանը կոչ է անում վերադառնալու առողջ եւ ողջամիտ վստահելի վարդապետությանը։ Ավետարանի հիման վրա եղող վարդապետությանը։ 1:13-ում ասվում է, որ ամուր կարճեք առողջ ու ճշմարիտ հավատքից։ Նախ պիտի վերադառնանք վստահելի վարդապետությանը, առողջ վարդապետությանը, հետո դրանից հավատքա ձևավորվում եւ հետո ասում է, որ ամուր կարճենք այդ առողջ եւ ճշմարիտ հավատքից 2:2-ում Տիտոս գրքում են։ Ասվում է, որ հաստատուն մնացեք ողջամիտ հավատքի մեջ։ Կարող ես ասել առողջ եւ վստահելի վարդապետություն, որից առաջ է գալի առողջ ու ճշմարիտ հավատք, ամեն, որի մեջ էլ ես ու դու պիտի ամենքս հաստատուն կանգնենք, որպեսզի Քրիստոսի եկեղեցին փոխզիջման չգնա օտարոտի եւ անաստվածային ուսմունքներին, որպեսզի եկեղեցին Քրիստոսի փոխզիջման չգնա կիսաճշմարիտ ուսմունքին եւ մարդկային գաղափարախոսություններին, պիտի որ Քրիստոսի եկեղեցին ամբողջությամբ կարճի այդ վստահելի վարդապետությանը, ամբողջությամբ պիտի հենվի ողջամիտ խոսքի վրա եւ պիտի հաստատուն մնա ճշմարիտ ու առողջ հավատքի մեջ։ Այլապես եկեղեցին չի կարող չհայտնվել փոխզիջումների մեջ, բայց տեսնում ենք, որ Աստվածաշունչը բազմիցս անգամ ներկայացնում է, որ մենք պիտի սթափ լինենք եւ մեր կենտրոնացումը պիտի լինի միայն ու միայն Քրիստոսի հարության Քրիստոսի վրա եւ նրանով եկած աստվածային փրկագնման ծրագրի վրա։ Ամեն։ Նրանով եղող գերբնական շնորհքի, գերազանց շնորհքի վրա։ Իմացանք, որ Հիսուսն է մեր հավատքի ու հավատամքի հիմքը, հիմնակարը, կենթանի վեմը, եւ գիտենք, իմացանք, որ Աստված իր այդ Քրիստոսի խաչի խոսքի քարոզչության զորությունով փրկում է մարդկանց եւ իմանում ենք, որ Աստծո փրկարար զորությունը չի գալի ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի պահի մեջ, այլ երբ որ դու Աստծո խոսքը լսում ես, Աստծո ճշմարիտ խոսքը, որը աստվածային զորությունն է բժշկելու համար, երբ որ լսում ես, նրան էլ երբ որ հավատում ես, այդ խոսքը սկսում է քո ներսում շարժվել, գործել, որովհետև գրված է, որ Աստծո զորության հոգին բնակվում է մեզանում։ Աստված, որ հարություն տվեց Քրիստոսին, Հռոմեացիների 8:11։ Այդ նույն հարության զորությունը Աստված բնակեցնում է քո մեջ։
Սուրբ Հոգու միջոցով։ Նպատակն ասում է, որպեսզի քո մահկանացու մարմինն էլ կենթանացնի, նորոգի, կառուցի, զորացնի, բժշկի, ազատի։ Արդեն իսկ այդ հոգին բնակվում է քո մեջ։ Խոսքին քո հոգին է, երբ որ դու լսում ես Հիսուսն ասեց այն խոսքերը, որ խոսեցի, հոգիա եւ կյանք եւ մարմին հոգուց չունի, այլ հոգին է կենթանացնողը, եւ իմ այդ հոգին, որ գալիս է քո մեջ, դու սա պիտի հավատքով ընդունես, ոչ թե սպասես, որ ինչ որ մի օր միտեղ այլ Քրիստոսի հարության զորությունը հիմա, երբ որ դու խոսքն ընդունում ես, հիմա քո ներսում բերում է Աստվածային բժշկարար ազատարար զորությունը, քո կյանքում խափանելով սատանայի ողջ ներգործությունը, խավարի իշխանությունը, քո ընտանիքում բերելով Աստվածային գերբնական զորությունը, սա հավատք է, որ ես ու դու պիտի ընդունենք։ Մի սպասիր, որ ինչ որ մի օր պիտի լինի։ Մի սպասիր, որ քեզ համապատասխան կամ այսպես ասած արժանավայել պահես նոր դա լինի։ Իմացանք, որ Աստված մեզ սիրեց այս ժամանակ, երբ որ մենք դեռ մեռած էինք մեր անցանքների մեջ, եւ տեսանք, որ Աստված մեզ Քրիստոսի հետ կենթանացրեց։ Հիմա կենթանացած մարդիկ Քրիստոսի հետ հարություն առած մարդիկ սրբագործվածներ, ներվածներ եւ ուրեմն Աստծո ընտրվածներ։ Մի սպասեք, որ մի օր դուք պիտի արժանանաք Աստծո բժշկարար զորությանը, ազատարար զորությանը, արդեն իսկ Քրիստոսով ձեր կյանքում այս ամենը իրականացված է։ Դրա համար երբ որ ասում ենք Հիսուսը հարություն է առել, այդ ընդհանրապես խոսք չի, դա իրական կյանք է, որ մենք պիտի ապրենք նրա հարության զորություն։ Ուրեմն հիմին դու քո մեջ հաստատակամ ասամ, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից։ Ասելով Քրիստոսը հարություն է առել մեռելներից, դա նշանակում է, որ խավարը խափանված է, քո կյանքում խավար իշխանություն չունի, անեծքը դադարված է, կախարդությունը խափանված է, սատանայի ողջ ներգործությունները եւ նրա զորությունները ամբողջությամբ քո կյանքից ջնջված են։ Ինչի՞, որովհետեւ Աստված Քրիստոսի խաչի վրա գամեց իմ ու քո կյանքում եղող մահվան դատավճիռը եւ հարություն առնելով Հիսուսը հաստատեց, որ այդպես է եւ կա։ Այնպես որ քո մահվան դատավճիռը, որ սատանան ամեն անգամ քո աչքերի առաջ է բերում, դու նրան ասա, գիտես, դա խաչի վրա է գամված, դա իմ անցյալն էր, սատանա, լավ կլինի դու քո ապագայի մասին մտածես, հասկանում ես, Աստված մեր անցյալը մաքրել է, մեր ներկան պահպանում է, մեր ապագայի մեջ օրհնություններ ու խոստումներ ունի, որոնք Քրիստոսով ամեն բան իրականացված են։ Սրան հավատալ է պետք, սրանով ապրել է պետք, սրա մեջ լինել է պետք։ Մի մտածի, որ դա քեզանից հեռու է, մի մտածի, որ դու պիտի դեռ արժանանաս դրան։ Շատ մարդիկ կան, որոնք կարծում են, թե դեռ պիտի այնքան հացուպանիր ուտեն, որ հասնեն դրան, որոնք կարծում են, թե դրանք պիտի հասնեն մինչև 150 տարի եկեղեցի գնալով։ Դա խաբկանք է, քաղցր ջան, այն պահից, երբ որ ընդունում ես Քրիստոսին, Աստծո ամբողջական խոստումներն կատարածված խաչի միջոցով քո կյանքում սկսում են գործել։ Արգելք մի հանդիսացիր։ Անկամ թշնամին չի կարող արգելք հանդիսանալ դրան, բայց եթե քո միտքը առողջ լինի։ Դրա համար գրված է, որ հիվանդամիտ մի եղեք, այլ նմանվեք բոլոր նրանց, ովքեր որ հավատքով եւ համբերությամբ ժառանգեցին Աստծո բոլոր խոստումները Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Օրհնյալ է մեր Աստվածը եւ օրհնյալ է հարության Քրիստոսը ամեն հավատացողի կյանքում։ Հիսուսի զորավոր անունով։ Եվ մեր դեմ արդեն իսկ արձանագրված, որ ուր որը էր պիտի այս արձանագրությունը կարդային եւ այդ արձանագրությունը իգադար պիտի ածեին բոլորիս մահվան դատապարտելով, բայց այս ամենը խափանվեց, այս ամենը խաչի վրա գամվեց եւ մի նոր արձանագրություն հայտարարվեց։ Դու Աստծո ժառանգն ես, դու եւ քո ընտանիքը պատկանում եք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, դու եւ քո ազգը, դու եւ քո երկիրը Աստծուն պատկանում։ Եկեք գովենք մեր Աստծուն նրա այդ օրհնությունների լիության եւ շնորհքի ճոխության համար։ Հիսուսի զորավոր անունով ամեն եւ ամեն։ Օրհնյալ է մեր